Ես գալիս եմ նկարելու, բայց շենքը իրան պահում է այնպես, ոնց որ ինձ հետ անձնական խնդիր ունենա։ Գմբեթը մի կողմ, դուռը մի կողմ, քարերն էլ ամբողջ տոնով տարբեր գույն, լեգոյից հավաքած հին հավաքածուի նման։ Սարքողին ասել են նենց կսարքես, որ Տաթևը չկարողանա նկարի։ Արևն իր գործն ունի, մտածում եմ շենքը ստվերով գոնե փրկի իրեն։ Ստվերն էլ խաչաձև ծուռ կոտրած, այնպես է անկնում, որ փրկվելու միակ ձևը գիշերով նկարելն է։ Դե քանի որ մարդիկ սիրում են պաթոս ու լայքում են միայն պաթոսային վիդեոները, ապա ես այս վիդեոն մի թեթև պաթոսային եմ սարքել, բայց ես չեմ սիրում պաթոս։ Նախորդ վիդեոյից տակ մեկը կոմենտ էր գրել, թե բա ավելի լավ էր չխոսայիք, մենակ վիդեոն լիներ ու երաժշտություն, բայց ես համաձայն չեմ, խոսալ պետք է։ Խոսքը էմոցիա է, խոսքը կյանքի սկիզբ է ու վերջ է, խոսքը ամեն ինչ է պետք է խոսալ։ Եվ վերջապես խոսքի միջոցով ես շփվում լսարանիդ հետ, ոչ թե երաժշտության։ Իհարկե երաժշտությունն էլ իր տեղը ունի, բայց կոնկրետ վիդեոների մեջ, ոչ թե սենց վիդեոների մեջ։ Երեխեք ջան, այս նկարը առեք ու ոչ միայն այս նկարը, որ ես իմ համար մատիտներ առնեմ ու նոր նկարներ նկարեմ։ Վերջում նկարն ավարտում եմ, նայում եմ ու հասկանում։ Ես շենքը չեմ քննադատում, շենքն է ինձ քննադատում։ Այդպես թաքուն նայում ա, թե լավ Տաթև, սենց էլ չես կարողանում, հա։ Ու ես էլ իմ հերթին ասում եմ, հա, ես էլ չկարողացա, բայց գոնե քո գմբեթի թեքությունը հիմա փաստաթղթավորված է։ Մի խոսքով մարդիկ եկեղեցուց դուրս գալիս, իրենց հոգին են հանգստացնում, ես դուրս գալիս մի հատերս մի հատ էլ նայում եմ, ասեմ գուցե վաղը այս շենքը մի քիչ ավելի ուղիղ տեսնեմ, բայց ով գիտի, միգուցե շենքն էլ է ինձ այդ սարկազմով ապրում։ Վերջում նայում եմ ու մի հատ էլ նկատում եմ, մի քար պարտադիր տեղից պրծած է, սիմետրիան էլ փախած։ Հա, հաստատ սուրբ բան կա այստեղ, բայց ոչ նա ինչ մարդիկ մտածում են։ Իմ համար սուրբը գիծն է, ստվերն է, մաքրությունը։ Կոմենտներում գրիր հավանեցիր նկարը և միացիր էջին։